Ողջույն, հիմա ես կխոսեմ Հայաստանի պայմաններում երևի թե էկզոտիկ համարվող մի կոնցեպտի մասին, որը կոչվում է որակի մշակույթ։ Ինչ է որակի մշակույթը ու ինչի է դա մեր համար էկզոտիկ։ Հավանաբար ողջ պատմությունը սկսվում է դեռ սովետական միությունից ու այն տրամաբանությունից, որը սովետական միությունն ներդրել է։ Որակը դա օտեկան է։ Անգլերենում այս նույն հասկացությանը ասում են QC, Quality Control, այսինքն մենք ունենք մեկ ինսպեկտոր կամ մի քանի ինսպեկտորներ, որոնք մոնիտորինգ, մշտադիտարկում են իրականացնում արտադրանքի կամ մատուցված ծառայության անվերջ հսկումների միջոցով։ Ունենք սրան զուգահեռ մեկ այլ հասկացություն, դա QA-ն է, Quality Assurance, որակի ապահովում, երբ որ մենք ոչ թե բավարարվում ենք մշտադիտարկումներ իրականացնելով եւ դեֆեկտները հանելով, այլ փորձում ենք ապահովել միջավայր, որում այդ արտադրանքը կլինի որակյալ եւ անվտանգ։ Սա խնդրում եմ չխառնել IT QA-ի հետ, սա մի քիչ ուրիշ բան է, ես հիմա փորձում եմ խոսալ որակի կարգավարման համակարգերի տրամաբանության մեջ։ Ուրեմն, ինչ է որակի մշակույթը։ Սա կորպորատիվ մշակույթի տարրերից մեկն է, եթե ոչ կարևորագույն տարրը, որտեղ որակը դա յուրաքանչյուր աշխատակցի պարտք ու պատասխանատվությունն է եւ առաջին հերթին top management-ի բարձրագույն ղեկավարության պարտքն ու պատասխանատվությունը ու բոլոր այն կազմակերպությունները, որոնք դա հասկացել են, հաջողում են եւ չեն փակվում իրենց գոյության 3-ից 5 տարվա ընթացքում։ Որակի մշակույթը ներկա պահին նույնիսկ առանձին ստանդարտում է ձևակերպված ու սա մեծամասամբ նաև ձեր կազմակերպության HR պաշտոնի դիրեկտոր, ինքը կլինի quality manager, ինքը կլինի կոորդինատոր, ինքը կլինի supervisor, ոչ մի տարբերություն չկա, դուք պետքա սթափ գիտակցեք, որ ձեր կազմակերպության թողարկված արտադրանքի եւ ծառայությունների որակը այդ մի մարդու պարտքն ու պատասխանատվությունը չէ, սա յուրաքանչյուր մարդու պարտքն ու պատասխանատվությունն է։ Նման մշակույթը չի կարող ձևավորվել ինքն իրեն։ Եթե անդրադառնանք մշակույթ բառի ծագումնաբանությանը, կուլտուրա, ինքը հենց մշակում բառից է առաջացել, ինչպես բույսերը ենթարկել են տարիների ընթացքով սելեկցիայի, այնպես էլ կազմակերպությունում մշակույթը պետքա ենթարկվի սելեկցիայի, ձևավորվի։ Որևէ պարագայում չի կարելի ասել, որ ասենք 4-5 տարի գոյություն ունեցող կազմակերպությունը չունի կազմակերպչական մշակույթ, չէ, այդպես չի լինում։ Ցանկացած կազմակերպությունում ձևավորվում է որոշակի մշակույթ ու շատ կարևոր է ուշադրություն դարձնել բառերին, եթե մենք հայկական իրականության մեջ ենք նայում, մեր մոտ կազմակերպությունները կոչվում են ընկերություն, օրինակ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն, ու ողջ մշակույթը ձևավորվում է հենց ընկերության շուրջ։ Արտասահմանյան կազմակերպությունները օգտագործում են, ասենք, LLC, corporation, organization, այդ սահմանումները ու իրանց բարեարմատում ընկած է կազմակերպվածությունը ու ոչ թե ընկերությունը։ Այսպիսով, եթե դուք ձեր կազմակերպությունը 3, 4, 5 տարի գոյություն ունի ու վերաբերվում եք իրար որպես ընտանիքի անդամներ եւ ընկերներ, ձեր մոտ ձևավորվել է նման մշակույթ։ Արդյոք դա բիզնեսի համար շահեկան է, կարծում եմ լավագույն տարբերակը չի։ Չնայած HR մասնագետները սիրում են կազմակերպությունը ներկայացնել որպես ընկերական ընտանիք։ Ինչևէ, ինչպես այդ մշակույթը ձևավորել։
Մշակույթի բաղկացուցիչ մասեր են ավանդույթները, տրադիցիաները, որպես օրինակ կարող եք վերցնել օրինակ հայկական էթնիկ մշակույթը, ինչ ենք մենք հասկանում ասելով հայկական մշակույթ, վստահաբար որևէ մեկի համար դա ռաբիզ երաժշտությունն է, բայց եկեք չմոռանանք Կոմիտասին, Սայաթ-Նովային ու եկեք նույն տողի մեջ դնենք հայկական տարազը, հայ-առաքելական եկեղեցին, այսինքն մենք ունենք որոշակի էլեմենտներ, որոնք ձևավորում են այդ մշակույթը եւ այդ էլեմենտները կրողներին, այսինքն պարային խումբը, որը կրում է հայկական տարազ եւ պարում է հայկական էթնիկ պարեր, հայկական երաժշտության ներքո, սա հայկական մշակույթի դրսևորումներից մեկն է։ Նույն բանը դուք պետք է անեք ձեր կազմակերպությունում, իսեր աստծո ես կոչ չեմ անում կազմակերպչական պարեր եւ երգեր հորինել ու դրանց տակ պարել, բայց կոչ եմ անում ձեզ ստեղծել ատրիբուտիկա համապատասխան։ Այդպիսի ատրիբուտիկա կարող է լինել օրինակ բեյջերը, այդպիսի ատրիբուտիկա կարող է լինել համազգեստը, այդպիսի ատրիբուտիկա կարող են լինել ընդհուպ միջև ձեր access card-երը, որոնց միջոցով աշխատակիցը ամեն օր մուտք է գործում ու ամեն օր իր ձեռքի մեջ է պահում։ Այդպիսի ատրիբուտիկա կարող է լինել աշխատասեղանի վրա։ Այս բոլոր դրսևորումները նպաստում են որոշակի միասնականության ստեղծմանը։ Բացի այդ, պարտադիր է հիշել նրա մասին, թե ինչպես են իրենց մշակույթի մասին խոսում պետությունները եւ ինչպես են որպես ռուպեր արձագանքում այդ մշակույթը։ Ինչ են անում, միջոցառումներ են կազմակերպում, այսինքն օրինակ նոյեմբեր ամսին յուրաքանչյուր տարի նշվում է որակի միջազգային օրը, ինչու չդարձնել սա ձեր համար տրադիցիա եւ չտոնել, ինչպես տոնել, մրցանակաբաշխություններ արեք, ամենավորակյալ թիմը որոշեք տարվա լավագույն աշխատակցին, արեք այդ մեկ օրվա ընթացքում եւ արեք այնպես, որ սա լինի սպասված տոն ձեր աշխատակիցների համար։ Բացի ատրիբուտիկայից պետք է ուշադրություն դարձնել նաեւ ներքին կոմունիկացիային, արդյոք ձեր աշխատակիցները խոսում են մեկ լեզվով, քանի որ այն պարագայում, երբ դուք ունեք տարբեր level-ի մասնագետներ, մեկը A level-ա, մեկը B-ա, մեկը C-ա, ու իրանք տարբեր ոլորտներից են, դուք իրանց հետ հանդեք արել լրիվ տարբեր տեղերից ու իրանք օգտագործում են մեկը մյուսի համար անհասկանալի լեքսիկա, կոմունիկացիայի արդյունքում որևէ կոորդինացիա չի ստացվում։ Ու կազմակերպությունները բավականին խոշոր գումարներ են ներդնում այդ հարցը լուծելու վրա, տրեյնինգներ են պատվիրում, փորձում են ինչ-որ outsource կազմակերպություններին դիմել, ովքեր խաղեր կազմակերպեն կոմունիկացիա ստեղծելու համար ու արդյունքում այդ կոմունիկացիան հավանաբար ստեղծվում է, ընտրվում է կոմունիկացիայի մեկ եւ միակ գործիք, այլ ոչ թե տասնյակ գործիքներ, բայց որևէ կոոպերացիա եւ կոորդինացիա սրա արդյունքում չի ստացվում։ Ինչի է այդպես, քանի որ աշխատակիցները չեն հասկանում այդ կոմունիկացիայի նպատակը, իսկ ինչի եմ ես համագործակցում կոլեգայիս հետ, չեն հասկանում, թե կոնկրետ պրոցեսի կոնկրետ էտապում ինչ արժեք են ստեղծում նրանք եւ ինչ արժեք են փոխանցում հաջորդ օղակին, էական չի այդ օղակը վերև է, ներքև է, աջ թե ձախ, էականն է, որ յուրաքանչյուր աշխատակից գիտակցի, թե իր ֆունկցիայի արդյունքում ինչ պրոդուկտ է ստացվում եւ ինչ արժեք է ավելանում ընկերության կոնկրետ գործառույթում եւ ինչ տեսքով այն պետք է փոխանցվի իր կոլեգային։ Երբ այս հարցերը լուծված է լինում, հավատացեք, ձեր գործը տասնյակ անգամներ ավելի արագ է սկսում գնալ, քան ներկա փուլում։